Դուք եւս միացել եք ուժեղ Հայաստանին, ինչու եւ ձեր կարծիքով ուժեղ Հայաստանը ունի անվտանգային այն ծրագրերը, որոնք պետք են երկիրը այս վիճակից դուրս բերելու համար։ Ինչու եմ հարցնում ձեզ անվտանգությունից, որովհետեւ դուք երկար տարիներ ծառայել եք, պատերազմների եք մասնակցել։ Շնորհակալ եմ հարցի համար, նախքան ուժեղ Հայաստան կուսակցությանը միանալը ձեր վերը նշված բոլոր հարցերը համաձայնեցրել ենք թմի հետ, դրանից հետո են որոշում կայացրել, որ պետք է միանամ ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Ու տեսլականը տանելու են նրան, որ մենք մեր թե տնտեսական քաղաքականությունը, թե անվտանգային քաղաքականությունը պետականությանը ուղղված երկարաժամկետ ծրագրեր են լինելու, որպեսզի կայունություն ապահովենք, որպեսզի կարողանանք պետության իմունիտետը բարձրացնենք, այլ ոչ թե ու հասնենք նրան, որ Հայաստանը տարածաշրջանում դարձնենք գործոն, ոչ թե գործիք, ինչը հիմա կա։ Այսինքն դուք կարծում եք, որ կան ծրագրեր ռազմաարդյունաբերության հետ կապված, այլ սահմանային նաև գոտիների ամրացման հետ կապված։ Այո, շուտով մենք ամսի 18-ին կհրապարակենք անվտանգային ծրագրերը եւ մեր համալիր լուծումը անվտանգային ոլորտի հետ կապված ամբողջությամբ մանրամասն կներկայացնենք։ Իսկ հնարավոր է այսքան կորուստներից հետո Հայաստանը, այսպես գլուխը վեր բարձրացնի, նորից ձգտի դեպի հաղթանակներ, որովհետև կարծես թե հիմա համակերպվել են մարդիկ այս իրավիճակին, կան մարդիկ, որոնք չեն համակերպվել, բայց մեծամասամբ համակերպվել են կարծես թե։ Մենք չենք համակերպվել այդ ամեն ինչի հետ, դրա համար դուրս ենք եկել պայքարի եւ Հայաստանն ու հայ ժողովուրդը տեսնելու այն ուժեղ Հայաստանը, որը մենք ենք կերտելու Սամվել Կարապետյանի գլխավորությամբ եւ այդ հուսահատությունը արդեն ողջորվածության է վերադարձնելու մենք կատարելու ենք բոլոր մեր արժեվ դրված խնդիրները, որ դուրս գանք այս ամոթի վիճակից։ Դուք տևական ժամանակ նաև Արցախում կռիվ եք տվել։ Երեք ինչ զգացիք, երբ լսում էիք Նիկոլ Փաշինյանին, Պարբերաբար Արցախի էջը փակելու մասին է խոսում, Արցախ բառն է արդեն իր համար առհասարակ խնդիր, Արցախի վերաբերյալ գիրք նվիրողին աշխատանքից է հեռացնում եւ ուղիղ դրա մասին ասում է, այսինքն մեր պատմությունն է ուզում ջնջել։ Եկեք այսօրով չանդրադառնանք ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին ու իր թելադրած օրակարգին, քանի որ նմանատիպ մոտեցումներով նա օրակարգն է փորձում իրենով անել։ Մենք չենք անդրադառնում ուղղակի Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարություններին, մենք մեր առջև ունենք դրած հստակ ծրագիր ու այդ ծրագրով գալու ենք Հայաստանի քաղաքական իշխանությունը վերցնելու։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, եթե փոխվի ղեկավարը, ապա մենք կզած չենք լինի։ Միանշանակ ոչ, մենք ժամանակի ընթացքում շատ արագ կարճաժամկետ ժամանակահատվածում դուրս ենք բերելու Հայաստանը այդ ամոթ վիճակից։ Այո։ Շնորհակալ։ Ձեզ նույնպես։